Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն եւ ներկայացուցիչ Լեյլա Մելիուհին։ Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է նրան եւ հույս հայտնել, որ նրա նշանակումը համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա, ընդգրկելով նոր ուղղություններ։ Կարևորելով գրասենյակի հետ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձևավորված արդյունավետ գործընկերությունը, Արփինե Սարգսյանը մատնանշել է համատեղ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Նախարարը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը, 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը եւ սահմանված գերակայությունները։ Գրասենյակի տնօրենը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հնգամյա ռազմավարությունը, կարևորելով պարենային անվտանգության ապահովման եւ աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Քննարկվել են նաեւ փրկարարծառայության վերափոխման տեսլականի, ծառայողների կարողությունների զարգացման, ներքին գործերի նախարարության պետական ռեզերվների գրասենյակի գործառույթներին առնչվող հարցեր։ Կարևորվել է հանրային իրազեկումների միջոցով բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում ընդգծվել է կրթական բաղադրիչի շրջանում դպրոցներում իրականացվող աշխատանքների եւ երիտասարդների պատրաստվածության կարևորությունը։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 4 տղամարդ, մեկը Երևանի, 3-ը Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բնակիչ, Վանաձորում վարձակալաստանն ապօրինի պահում են թմրանյութ եւ պատրաստվում են այն օգտագործել։ Հոկտեմբերի 13-ից 3-ը իրավապահները մեկնեցին Վանաձորի Թումանյան փողոցի բնակարան։ Տղամարդիկ չժխտեցին, որ տանը կա մեթադոն տեսակի թմրանյութ, ինչը ձեռք են բերել Telegram հավելվածի միջոցով անձնական օգտագործման համար։ Տունը վերցվեց հսկողության տակ, իսկ տղամարդիկ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ բնակարանում հայտնաբերվեց արդեն օգտագործման համար պատրաստ տեղնականաչավուն 2 գրամ հեղուկով ներարկիչ, իսկ սառնարանում մեթադոն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը, բարձրացնելով աշխատանքի արդյունավետության մակարդակը։ Այդ նպատակին է միտված ներքին գործերի նախարարության բարեվարկության ռիսկերի գնահատման գործիքի ներդրման պիլոտային ծրագիրը, որը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Պիլոտային ծրագրի մեկնարկից առաջ հոկտեմբերի 15-ից 16-ը ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները վերապատրաստվել են։ Վերապատրաստման մասնակիցները ծանոթացել են ներքին գործերի նախարարությունում եւ ոստիկանության ծառայությունում բարեվարկության ռիսկերի ներքին գնահատման մեթոդաբանությանն ու գործիքակազմին։ Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն իր խոսքում նշել է, որ ներքին գործերի նախարարությունը կարևորում է կադրերի բարեվարկությունը։ Նա վստահեցրել է, որ վերապատրաստման դասընթացը պատասխանատու ստորաբաժանումների անձնակազմերին հնարավորություն կտա զարգացնել բարեվարկության ռիսկերի գնահատման ուղղությամբ կարողություններն ու հմտությունները։ Սա շատ կարևոր է, որովհետեւ դա նախարարությանը տալու է մի գործիք, որը հետագայում նախարարության անձնակազմը արդեն իրենք կարողանան իրենց ուժերով իրականացնել բարեվարկության ռիսկերի գնահատում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետները 2 օրերի ընթացքում ներկայացրել են բարեվարկության ռիսկերի գնահատման մեթոդաբանության թիրախները, կոռուպցիոն ռիսկերի գնահատման, տեսական ու գործնական հիմքերը, ռիսկերի կառավարման շրջանակն ու գնահատման փուլերը։ Մասնակիցները ծանոթացել են բարեվարկության ռիսկերի գնահատման միջազգային փորձին, ռիսկերին արձագանքելու, մշտադիտարկման, վերանայման, հաշվետվողականության եւ զեկուցման մեխանիզմներին։ Հիմնականում շեշտը դրված է կարողությունների զարգացման վրա, որպեսզի ՆԳՆ եւ ոստիկանության ծառայության աշխատակիցները կարողանան հետագայում այս ձեռք բերված գիտելիքների հիմքով շարունակականություն ապահովեն եւ կարողանան այս գործիքակազմերը ներդնեն իրենց ամենօրյա աշխատանքի մեջ։ Այս գործիքակազմը հենց բարեվարկության համակարգում առկա ռիսկերի կառավարման նպատակով ներդրվող է, որպեսզի կարողանանք ռիսկերը կանխարգելել, կառավարել եւ չեզոքացնել։ Մասնակիցները գործնական վարժանքի միջոցով ռիսկերի վերհանում են իրականացրել, ներկայացնելով իրենց մոտեցումներն ու առաջարկությունները։ Վերապատրաստման ուղղված այս ծրագիրը կարծում եմ բավականին արդյունավետ կլինի մեր համակարգի ծառայողների, հատկապես ովքեր որ վերահսկողական գործառույթներ են իրականացնում այդ ծառայողների աշխատանքի կազմակերպման համար, հատկապես որ ռիսկերի գնահատման գործընթացը կարևորվում է
մեր վարչության կողմից։ Դասընթացի ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում, ամփոփվել են արդյունքները, վերհանվել խնդիրներն ու լուծման ուղիները։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։